Ողջույն, նոր ու հետաքրքիր տեսարժան վայրերի, հնամենի հուշարձանների և պատմական կոթողների որոնումներով եթերում ձեզ հետ է պատմության վկաները հեռուստանախագիծը։ Եվ այն այսօր որոշեցինք սկսել Հայաստանում տասնյակ հազարավոր տարիներ առաջ ապրած մեր հեռավոր նախնիներից։ Սակայն միշտ և ամեն երկրում չէ, որ սեպագրեր և ժայռապատկերներ կարելի է տեսնել վայրի բնության մեջ նախնական տեսքով, առանց մարդկային կործանարար միջամտության հետքերի։ Հայաստանը հենց այդ երկրների շարքին է դասվում, այս դեպքում մասնավորապես Ուխտասարը։ Ամենուր ժայռապատկերներ են, հրաբխային խառնարանում հազարավոր քարերի վրա մարդկային ֆիգուրներ, ծիսական պարերի տեսարաններ ու վայրի կենդանիներ։ Գնացինք Ուխտասար։ Հայաստանում ժայռապատկերներ պահպանվել են հիմնականում Սյունիքում, Ուխտասարում, ուր և ուղևորվեցինք մեր նախնիների կյանքին ծանոթանալու համար։ Ճանապարհները հաճախ դժվարանցանելի էին, ինչպես եղել են գուցե հին դարերում։ Դեպի այդ տարածք տանող ճանապարհը դժվարանց է և հասանելի միայն հունիս-սեպտեմբեր ամիսներին։ Սեպագրեր, նշագրեր։ Սրանք, եթե կարելի է այսպես ասել, նախատառեր են, մարդկային պատմությունն ու արժեքները քարոզելու, հետագա սերունդներին փոխանցելու միջոցներ։ Սակայն առաջին միջոցը, որ մարդիկ օգտագործել են այդ նպատակով, եղել են ժայռապատկերները։ Տասնյակ հազարավոր տարիներ առաջ մարդիկ պարզունակ պատկերների միջոցով պատկերել են իրենց կյանքն ու գործունեությունը, հետագա սերունդներին ուսումնասիրելու համար հարուստ նյութ կուտակել։ Այստեղ ժայռապատկերներ ամենուրեք են։ Նրանք գտնվում են հրաբխային խառնարանի լճի տարածքում։ Ընդհանուր առմամբ գիտնականները ժայռապատկերներ հաշվել են հազարավոր քարերի վրա։ Իսկ այն պատկերն ինչ է նշանակում մոտավորապես։ Ուրեմն սա այս տարածաշրջանում ապրող կենդանիներից է, որը մինչև հիմա կա, եւ տես ինքը բանի վագրազգի ընտանիքի է, հովազա կամ ավելի փոքր մի քիչ իրանից, շատ հաճախ է հանդիպում ժայռապատկերներում, բայց այս չի կարևոր, օրինակ իմ համար ավելի կարևոր է իր պլաստիկան, թե ինչքան պլաստիկ է արված, շատ պրոֆեսիոնալ է արված։ Կամ ենթադրենք այս պարը, որը ծիսական պար է ըստ երևույթին։ Եվ այս աստղերի տիեզերքի իրանց պատկերացումները կա քարերի վրա, կենցաղային ինչ-որ թեմաներ կա, ինչ-որ իրանց աստվածների պատկերներ կա, եւ այլն եւ այլն։ Հիմա բարձրանանք կամաց գնանք ցույց կտամ։ Ասում են, ժայռապատկերները գրի նախատիպն են, որոնք ամբողջական իրադարձությունները մեզ են փոխանցում փոխկապակցված պատկերների միջոցով և հնարավորություն տալիս վեր հանելու հնադարյան մարդու կենցաղը, աշխարհայացքն ու կարողությունները։ Ուրեմն այն ժամանակվանից սկսած մինչև այսօր ամենակարևոր բաները մարդու համար փոփոխություն տեղի չի ունեցել, դե ձևի մեջ է փոփոխություն տեղի ունեցել։ Սրանք իրանց մահացածների այո, պատկերներ են, որոնք հետագայում ստեղից տեղափոխվում են մեր միջնադար մինչև անցած դարի կեսերը։ Հիմա ստեղ նայեք,
տեսեք ինչ հետաքրքիր է, օրինակ որոշ տենց ուսումնասիրողներ այս նկարի մեջ տեսնում են որ սկաֆանդրով է եւ իրանց այդ բանը անում Հարաբերական է։ դե իհարկե հարաբերական է։ Հայ նախնիների գեղարվեստական մտածողության այդ ժայռեղեն վկայությունները մոտավորապես տվագրվում են Քրիստոսից առաջ 5-ից 2-րդ հազարամյակներով։ Ուխտասարի ժայռապատկերները հայտնաբերվել են ոչ վաղ անցյալում 1968 թվականին։ Տեղի հովիվները հոտն արածեցնելիս հետաքրքիր փորագրություններ էին նկատել։ Լուրերը հասել էին Երևան, որտեղից մի արշավախումբ էր եկել Սիսիան ու սկսել ուսումնասիրությունները։ Այստեղ երևում է մի քանի պատկերներ են, մի մեծ տեսարան է։ Մեկը որսի է, մեկը պանապատկասում օծեր են այնտեղ։ Դե ըստ իրավիճին հնարավոր է նաև գիտեք ինչ էր ածել, որ այս ամբողջ կոմպոզիցիան, որպես այդպեսի, մի քանի նկարիչի ու մի քանի սերունդների արված բաներ ունի։ Հնարավոր է։ Որովհետև ստիլիստիկայի իմաստով ինչ-որ տարբերություններ կա։ Այստեղ եղանակը հաճախակի է փոփոխվում երևի։ Երբ եկանք արև էր, հետո մառախուղ, հետո անձրև։ Կարելի է մտածել, որ 5 րոպեն մեկ կարասը եղանակը փոխվի եւ ամեն փոխվելուց այս պեյզաժը իր որոշակի հմայքը գույնով ամեն ինչով այո այդ փոփոխությունները տեղի է ունենում եւ դրա պատճառով է որ ժողովուրդը երբ որ գալիս էր ստեղ ապրելու ենթադրենք ամառանոց է որպես հա իրենց անասունների հետ բարձրանում էին ստեղ իրենք երկար էին ապրում Դե այստեղ շատ բարձր է, երևի 3500 մետրի մոտ է, այո։ Այս հիմա որտեղ որ մենք կանգնած ենք 3300 300։ հա Հիմա նայեք, ինչ սիմվոլիկա է այս։ Այս ինչի համար արված։ Այս ինչ է նշանակում։ Ինչ որ բաներ կա, որոնք Դժվարանում եմ ասել։ նայեք այնտեղ կար այդ նույնից։ Այս շրջանները ինչ է նշանակում։ Արևի պատկերն է, թե իրանք իրենց Պատմության վկաները վկաներ են ամենուր, լինի դա Հայաստանում, Արցախում, թե մեկ այլ պատմական վայրում։ Այժմ ուղևորվենք Լոռու մարզ, Աղթալա, մի հնամենի բնակավայր, որտեղ մինչ օրս կանգուն Միջնադարյան ամրոցով ժամանակին հիացել է ֆրանսիացի հռչակավոր հնագետ Ժան դը Մորգանը։ Հնագույն ժամանակներից այս հողի վրա, որ Հայաստան են կոչում, մեր արարող նախնիները բազում ու բազմապիսի հոյակերտ հուշարձաններ են թողել, որոնց քիչ մասն է հասել մեր օրերը։ Օտարները եկել եւ ավերել են մեր արքայանիստ ու հոյաշեն մայրաքաղաքները։ Մենք նորից ենք կառուցել։ Ու այսպես 11 մայրաքաղաք կործանվել է թշնամու ձեռքով։ Աղթալայի հուշարձանային համալիրը կառուցվել է 10-րդ դարում Բագրատունի արքայատողմից սերած մի ճյուղի Կյուրիկյանների կողմից։
մեծ դերակատարում են ունեցել Հայաստանի հյուսիսային մասերի պաշտպանության գործում։ Այսօր այն Հայաստանում լավագույն պահպանված ամրոցների թվին է պատկանում։ Երկու կողմերից ամրոցի անառիկությունը ապահովել են բարձր ժայռերը, իսկ մյուս կողմերից պաշտպանական բուրգերով ամրացված հաստ ու բարձր պարիսպ։ Միակ մուտքը պահպանված է առ այսօր։ Տասներեքերորդ դարի հայ պատմիչներ Կիրակոս Գանձակեցին և Վարդան Արևելցին այս ամրոցը որպես պղնձավանք են հիշատակում, ինչն ամենայն հավանականությամբ պայմանավորված է տեղանքում պղնձի հանքավայրերի առկայությամբ։ Ողջույն ձեզ։ Օրհնեցեք Տեր Հայր։ Աստված օրհնի, բարի գալուս։ Աստված թող ձեր ուխտը ի կատարածի, ձեր աղոթքը լսի։ Հայտնի է, որ մինչև երկրորդ համաշխարհային պատերազմը այդ հանքի տերը եղել են ֆրանսիացիք։ Հանձին։ Այո, իրեմս Ժակ դե Մորգանի, ով համաշխարհային հայտնի հնագետ է, ազգագրագետ եւ պատմաբան, 19-րդ դարում նա եղել է Աղթալայի այդ ժամանակ նաեւ պղնձահանքի հանքերի այս արդյունաբերական ֆաբրիկայի տնօրենը։ Եվ Ժակ դե Մորգանը այստեղ որոշ պեղումներ է իրականացրել որպես հնագետ եւ Աղթալայից նա այս տարածքներում հայտնաբերել է նախքան Քրիստոս առաջին հազարամյակին թվագրվող քարարկղային դամբարաններ եւ այստեղից է հայտնաբերվել բրոնզե սակր նախքան Քրիստոս 6000 տարի տարիք ունեցող եւ այդ սակրը հիմա պահվում է Փարիզի ազգային հնագիտական թանգարանում հենց Ժակ դե Մորգանին նվիրված բաժնում եւ մակագրված է Աղթալայի զարդը։ Այո, սա նույնպես մեր պանցալիքներից է։ Աղթալայի Սուրբ Աստվածածին վանքի որմնանկարները հայտնի են ողջ աշխարհում։ Եվ եկեք ամենագլխավոր հատվածից, եթե հետաքրքիր է, ուրեմն հենց խորանի հատվածում պատկերված է Հայաստանի ամենամեծ հատվածը որմնանկարների, Հայաստանում եղած որմնանկարների մեջ ամենամեծը։ Մարիամ Աստվածածինն է պատկերված Մանուկ Հիսուսի հետ, ինչպես որ ընդունված է բոլոր եկեղեցիների խորաններում։ Տիրամոր ոտքերի տակ տեսնում եք հորիզոնական դիրքով պատկերված է խորհրդավոր ընթրիքը։ Դեպի աջ Քրիստոս բաշխում է գինին Սուրբ Պողոս Առաքյալին որպես իր արյուն եւ դեպի ձախ հացն է բաշխում Սուրբ Պետրոս Առաքյալին որպես իր մարմին։ Իսկ նրանցից ներքև տեսնում եք համաքրիստոնեական սրբեր, որոնք սրբեր են աշխարհի բոլոր քրիստոնեական եկեղեցիների համար եւ նախանիկյական շրջանի սրբեր են։ Կենտրոնում պատուհանից ներս դեպի աջ կողմում Սուրբ Սերվեստրոս հայրապետն է, ձախ կողմում Հակոբոս Տյառնի եղբայրը։
պատուհանից դուրս պատի վրա աջ կողմում Սուրբ Հովան ոսկեբերանը, ձախ կողմում Սուրբ Վարսեղ կեսարածին։ Իսկ նրանցից ներքև կենտրոնից դեպի աջ առաջինը Սուրբ Գրիգոր Լուսավորիչն է։ Պատմիչները նշում են, որ Համալիրի Սուրբ Աստվածածին եկեղեցին 13-րդ դարում կառուցել է Իվանե Զաքարյան իշխանը, այն վերածելով քաղաքեդոնական տաճարի։ Հայտնի է, որ ի տարբերություն Զաքարե եղբորը, Իվանեն քաղաքեդոնական ուղղափառություն էր ընդունել ու վրաց հպատակություն։ Աղթալայի ամրոցն ու եկեղեցին կառուցվել են 10-րդ դարում ու միանգամից դարձել Հայաստանի հյուսիսային մարզերի պաշտպանության համար կարևորագույն կառույցներից։ Մեծ ճանապարհներից ոչ այդքան հեռու գտնվող ամրոցում մշտապես հոգևորականներ են ապրել։ Այն պահակազոր է ունեցել, ուստի և ապահով հանգրվան է եղել տեղանքով անցնողների համար։ Պատմական ժառանգությամբ մենք իրոք հպարտանալու տեղ ունենք։ Կոթողներ, որոնցով հիացել ենք ոչ միայն մենք, այլ ամբողջ աշխարհը։ Այս տարածաշրջանում միանգամից 2 սրբավայր ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում՝ Սանահին և Հաղպատ։ Հաղպատ անվան ծագման մասին մի գեղեցիկ ավանդություն կա։ Ավանդությունը Հաղպատ բառի ծագումը կապում է հաղ-պատ է արտահայտության հետ, որը նշանակում է իսկական, ամուր պատ է։ Մի իշխան վարպետ է կանչում, որ վանք կառուցի։ Վարպետը գալիս է Սանահին ու սկսում աշխատել որդու հետ։ Մի օր էլ նրանք վիճում են, որդին թողնում հեռանում է։ Սանահինից նկատում են, որ դիմացի գյուղում ինչ-որ շենք է բարձրանում։ Բանվորները այդ մասին հայտնում են իրենց վարպետին։ Վարպետ հայրը գալիս է, ծանոթանում որդու կառուցած շենքի ճարտարապետությանը, երկար զննում պատերը։ Բոլորը լուր սպասում են վարպետի գնահատականին։ Վերջապես վարպետ հայրը ասում է. Հաղպատ է, իսկական պատ է։ Այդ օրվանից գյուղն ու եկեղեցին Հաղպատ են կոչվում։ Այստեղ եղել է վանականների գրադարանը և գինետունը։ Այս կարասների մեջ վանականները գինի էին պահում։ Ասում են նաև, որ հարձակումների ու օրհասական օրերին այստեղ նրանք պահում էին եկեղեցու ողջ հարստությունը և գրքերը։
Հայտնի է, որ համալիրի կառույցում հնագույնը Սուրբ նշանն է, որը կառուցել է Խոսրովանույշ թագուհին իր Սմբատ ու Գուրգեն որդիների արևշատության համար։ Այդ արքայորդիները Հաղպատի ճարտարապետական կառույցում հայտնվում են Աճարի պատերից մեկի կոմպոզիցիայում, որտեղ միասին ձեռքներին են պահում Հաղպատի մանրակերտը։ Հաղպատի իվանական համալիրը մեզ է հասել առանց էական փոփոխությունների։ Այն համարվում է համաշխարհային ժառանգության մաս և պահպանվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։ Սանահինը հիմնել է հայոց Աշոտ ողորմած թագավորը 966 թվականին և այն դարձրել է Գյուրիկյանների վարչական կենտրոն ու դամբարան։ Այն համարվում է համաշխարհային ժառանգության մաս և պահպանվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։ Իր գոյության ողջ ընթացքում Սանահինի համալիրը եղել է գիտամշակութային խոշոր կենտրոն։ Համալսարանը հիմնադրվել է 966 թվականին Խոսրովանույշի պատվերով։ Դասավանդելու նպատակով այստեղ են հրավիրվել գիտնականներ, վարդապետներ, գրիչներ, հոգևորականներ։ Հաղպատը, ինչպես և հարակից սարի վրա բարձրացող Սանահինը, իր հոգևոր մշակութային նշանակությունը կորցրել է մոնղոլ թաթարական արշավանքների ժամանակ։ Միջնադարյան հեղինակներից մեկի վկայությամբ Ջաղատայ լանկին զորավարը որոշել էր ավերել եկեղեցին, սակայն վերին ուժերը թույլ չեն տվել նրան իրագործել մտադրությունը։ Զորավարը նվաճում է այն, սակայն առանց ավերելու հեռանում։ Սանահին, սա նրանից հին է։ Այսպես է Ստուգաբանում եկեղեցու անվան ծագումը։ Հաղպատն ու Սանահինը դարեր ի վեր մրցակից համալիրներ են եղել։ Լինում են պահեր, երբ ես հավատում եմ, որ քարերը լեզու ունեն։ Սա ոմանց համար կարող է անլուրջ լինել, բայց եթե անգամ այդպես է, միևնույն է։ Մենք մեր քարերի լեզուն լավ գիտենք։ Գիտենք նրանց տարիքը, գիտենք, թե ինչերի միջով են անցել եւ ինչ պատմական վկայություններ են բերել իրենց հետ դարերի խորքից։ Այսօր այսքանը, մինչ նոր վկայություններ։ Կհանդիպենք մի քանի օրից։